Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ՆԱՏՕ-ը մտահոգված են որոշ երկրներ կարող են չեղարկել պաշտպանության ծախսերի վերաբերյալ պարտավորությունները։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը խոստովանել է, երկիրը հավանաբար չի հասնի ՀՆԱ-ի 2%-ի չափով ռազմական ծախսերի շեմին։ Դաշինքում վախենում են նման օրինակները կարող են խաթարել եվրոպական երկրների միասնական դիրքորոշումը։ Այս հարցը հատկապես զգայուն է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից առաջ, որտեղ ակնկալում է Դոնալդ Թրամփի մասնակցությունը։ Քուվեյթը հայտարարել է, իր հակաօդային պաշտպանության համակարգերը ակտիվացել են հրթիռային եւ անօդաչու սպառնալիքների պատճառով։ Երկրի իշխանությունների տվյալներով տարածաշրջանում աճող ռազմական ակտիվությունը ստիպել է ուժեղացնել օդային անվտանգության միջոցառումները։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, հոբ համակարգերը գործի են դրվել հնարավոր հարձակումները կանխելու նպատակով։ Քուվեյթը նաեւ հայտարարել է, նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ տարվող ջանքերը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է բանակին ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում։ Իսրայելական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 900-ամյա Բոֆոր ամրոցը եւ ռազմավարական նշանակության բարձրունքներ երկրի հարավում։ Լիբանանի իշխանությունների տվյալներով մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 3370 մարդ։ Հեզբոլլահը շարունակել է հրթիռային եւ անօդաչու հարվածները Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով փակվել են դպրոցներ եւ սահմանվել նոր սահմանափակումներ։ Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է Թայվանի արևելյան ջրերում հատուկ պարեկային գործողությունների մասին։ Պեկինի հայտարարության համաձայն քայլը պատասխան է Ճապոնիայի Ֆիլիպինների միջև ծովային սահմանազատման բանակցությունների մեկնարկին։ Չինաստանը պնդում է, քննարկվող ջրային տարածքները կապված են իր տարածքային պահանջների հետ։ Թայվանը դատապարտել է գործողությունները եւ հայտարարել, հետևել է չինական նավերի տեղաշարժին։ Ճապոնիան ընդգծել է, իր եւ Ֆիլիպինների միջև հնարավոր պայմանավորվածությունները չեն կարող իրավական պարտավորություններ ստեղծել երրորդ կողմերի համար։ Կրեմլը հայտարարել է, մինչ այս պահը Ռումինիայից որևէ պաշտոնական արձագանք չի ստացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, ուսումնասիրելու Ռումինիայի տարածքում գտնվող անօդաչու սարքերի բեկորները։ Պեսկովի խոսքով Մոսկվան չի ստացել Բուխարեստի պատասխանն առաջարկին, որով Ռուսաստանը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել միջադեպի օբյեկտիվ քննությանը։ Պուտինը ավելի վաղ հայտարարել է, Ռուսաստանը պատրաստ է լիարժեք հետաքննություն անցկացնել, եթե իրեն փոխանցվեն ընկած դրոնի բեկորները եւ այլ անհրաժեշտ նյութեր։ Ռումինիայի նախագահ Նիկուշ Շորդանը պնդել էր, տեխնիկական փորձաքննության արդյունքում անօդաչուն ճանաչվել է ռուսական արտադրության։ Աթենքում հավաքված միջազգային նավատրանսպորտային ընկերությունների ղեկավարները հայտարարել են, Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ են հստակ երաշխիքներ։ Նրանք ընդգծել են, նույնիսկ խաղաղության համաձայնագիրը բավարար չի լինի, եթե չսահմանվել անվտանգության եւ նավագնացության հստակ կանոններ։ Մի շարք նավեր ամիսներ շարունակ մնացել են Պարսից ծոցում, չկարողանալով շարունակել երթուղիները։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումները խոչընդոտում են բանակցային գործընթացը։ Թեհրանը պնդում է, Վաշինգտոնը մշտապես փոխում է իր պահանջներն ու պայմանները։ Իրանը նաև կապում է տարածաշրջանային լարվածությունը Իսրայելի գործողությունների հետ, այդ թվում Լիբանանում իրականացվող հարվածների։ Իրանը շարունակում է պահանջել սառեցված ակտիվների ազատում եւ պատժամիջոցների հարցի լուծում։ Թեհրանը հայտարարել է, իր պաշտպանական պատասխան քայլերը հիմնված են ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում կալանավորել են Տագոր լցանավը, որը կապվում է ռուսական նավթի առևտրի հետ։ Ֆրանսիական կողմը կասկածում է, նավը շարժվել է կեղծրոշի ներքո։ Նավը տեղափոխվել է Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Խարիսխային գոտի հետագա ստուգումների համար։ Փարիզը հայտարարել է, շարունակելու է պայքարել այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է չինական Լիաոնին ավիակիրը լայնածավալ գործողություններ է իրականացել Խաղաղ օվկիանոսում։ Մայիսի 26-ից 28-ը չինական ավիակրի օդանավերն ու ուղղաթիռներ իրականացրել են մոտ 170 թռիչք եւ վայրեջք։ Գործողությունները տեղի են ունեցել Ֆիլիպինների Լուսոն կղզուց դեպի արևելք ընկած ջրերում։ Ճապոնիան եւ Թայվանը շարունակել են հետևել նավախմբերի տեղաշարժերին։ Պեկինի ակտիվությունը համընկնում է Ճապոնիայի Ֆիլիպինների միջև անվտանգության համագործակցության խորացման հետ։
ԱՄՆ-ն եւ Իրանը հայտարարել են փոխադարձ ռազմական հարվածների մասին, միմյանց մեղադրելով իրավիճակի սրման մեջ։ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են հարված են հասցրել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին, կառավարման կայանին եւ անօդաչու սարքերին, որպես պատասխան միջազգային ջրերի վրա ամերիկյան MQ-1 դրոնի խոցմանը։ Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է պատասխան գործողությամբ թիրախավորել ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներից մեկը։ Երկու կողմերն էլ պնդում են գործել են ինքնապաշտպանության շրջանակում եւ մեղադրում են հակառակ կողմին ագրեսիայի մեջ։